Մենք գիտենք, որ այս տոները զատկից առաջ են և հաջորդում է ծաղկազարդին հարության տոնը, զատիկը, հարության տոնը և այլն և տաղավար տոներից է, որ շարժական են, այսինքն մենք անցյալ տարի այս ժամանակները ես այստեղ ձեր մեջ ներկա էի, ապրիլ ամսվա մեջ էր և այս տարի մարտի 29-ն է, այնպես որ շարժական տոներ է։ Էական նշանակությունը գիտեք որն է մեր հավաքույթի, Հիսուս Քրիստոսի անունով միատեղ հավաքվելու, ինչպես եղբայրը աղոթքի մեջ նշեց,
հոգով եւ ճշմարտությամբ Աստված պաշտել։ Ամեն։ Մեր երկրպագությունը, մեր հարաբերությունը Աստծո հետ, որ ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ հոգով իրեն պաշտենք, իրեն սիրենք։ Ծաղկազարդ կամ ասում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ։ Այսօր այդ մասին ենք խոսում, ոմանք ասում են հաղթական մուտքը, որ կարծես հնչում է այսպես Տեր Հիսուսը եկավ հաղթելու, բայց եկավ խաչվելու։ Հաղթությունը մենք կարող ենք նշել իր խաչելությունից երրորդ օրը, հարության օրը, հաղթական հարությունը, հրաշափառ հարությունը։ Բայց Տեր Հիսուսը սիրելիներ, եկավ նախ եւ առաջ որպես գառնուկ իր կյանքը զոհաբերելու, մորթվելու մեղավոր մարդկությանս համար։ Այնպես որ հանդիսավոր մուտքը եկավ, շքերթային մուտքը եկավ, այսինքն ինքը մուտք գործեց Երուսաղեմ քաղաք եւ եկավ նպատակը սա էր, իր կյանքը զոհաբերելու համար։ Սա թող հստակ լինի։ Տեր Հիսուս աշխարհ եկավ մարդկության համար, աշխարհի համար, մեղավորների համար իր սուրբ կյանքը զոհաբերելու համար։ Այնպես որ նկատի ունենանք սա։ Բայց այսօրվա մեր նյութը կլինի Ելից գրքից 20-րդ գլուխ 25 համարի շուրջ խոսենք, որտեղ խոսվում է, թե ինչպես Աստված Մովսեսին իր ծառային պատվիրեց, կարգադրեց, թե ինչպես պետք է զոհաբերությունները կատարեն, ինչպես պետք է զոհասեղանը շինվեր, ինչ նյութերից պետք է զոհասեղանը շինվեն եւ այլն։ Եկեք ընթերցենք ուրեմն Ելից 20-րդ գլուխ 25 համար, որտեղ խոսվում է զոհասեղանի կարգադրության վերաբերյալ։ Ելից 20-25 Ինձ հարցրեք ասում։ Քսաներորդ գլխի նախավերջին համարը։ Իսկ եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, հղկված քարից չշինես, որովհետև եթե դրա վրա երկաթե գործիք բարձրացնես, պղծած կլինես այն։ Զոհասեղան կշինես, բայց քարից, բայց եթե քարից շինես, ասում է, տաշված չլինի, հղկված չլինի, որովհետև երկաթե գործիք չբարձրացնես նրա վրա։ Քանի որ եթե երկաթե գործիքով հպվես կամ շինես այդ զոհասեղանը, պղծած կլինես զոհասեղանը։ Աստծո զոհասեղանը պետք է հողից շինվեր, այդպես է կարգադրությունը։ Սակայն եթե պատրաստվում էր քարից, այն առանց հղկման պետք է պատրաստվել, առանց երկաթի միջամտության, առանց որևէ երկաթի գործիքի միջամտության։ Նման հրամանը պատահական չէր, քանի որ մարդկային աղավաղված մտքին սիրելիներ հատուկ է արհեստականորեն հավելել պաշտամունքին, մեթոդներ ավելացնել, ուսմունքներ ավելացնել, որոնք ուղղակի արհամարում են Աստծո մեծությունը։ Եվ մարդու ընկած մեղավոր բնույթը միշտ էլ խոչընդոտել է խաչի քարոզչության ուսմունքին եւ ավելացնելով, հավելելով իբրև թե այն կիսատ աշխատանքը, որ Աստված իրագործեց Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Մարդկային միտքը միշտ ավելացնում է, գաղափարներ է ներդնում, հավելումներ է մտցնում։ Միշտեր գրված է կատարվեց, երբ որ Տեր Հիսուս խաչի վրա էր, իր կյանքը զոհաբերեց, մեռավ խաչի վրա եւ միջև մեռնել ինչ ասաց կատարվեց։ Տետելեստե, այսինքն ամբողջացավ, լրացավ, վերջացավ։ Եվ մնացած ավելացումները, հավելումները ամենակարող Աստծո գործը կիսատ են ներկայացնում։ Ինչը անընդունելի է Աստծո վստահելի խոսքին։ Իհարկե քրիստոնյաները զոհաբերություններ չեն կանում այսօր, մենք գետ ենք վարժված ծեսերի միջոցով կամ զոհաբերությունների կամ ողջակեզների միջոցով Աստված պաշտելու համար, բայց այս պատվերի եւ հրամանի մեջ կարևոր պատգամ ենք մենք ստանում, կարևոր խորհուրդ կա այստեղ, կարևոր դաս ենք առնում, արդեն իսկ զոհը մեկ անգամ ընդմիշտ զոհաբերվեց, Հիսուս Քրիստոս մեկ անգամ խաչվեց, մեկ անգամ եկավ աշխարհ, մեկ անգամ իր արյունը թափեց խաչի վրա եւ երկրորդի կարիքը չկա եւ այլևս զոհասեղան շինելու կարիքը չկա եւ զոհեր մատուցելու փորձեր անելու կարիքը չկա։ Արարողակարգերը կատարվում էին մինչև եկավ Հիսուս Քրիստոսը, մինչև շնորհքը եկավ։ Եվ Հովհաննես Մկրտիչը հիշենք ինչպես հայտարարեց, երբ որ մկրտություն էր անում Հորդանան գետի մեջ, երբ որ Տեր Հիսուսը եկավ մկրտվելու, ասաց ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը իր վրա։ Հովհաննու ավետարան առաջին գլուխ 30-31 համարներ։ Եվ հրեաների համար եւ իհարկե այսօր նաեւ մեզ բոլորիս համար հասկանալի է ինչ է նշանակում Աստծո գառը, որովհետեւ հրեաները մեղքերի թողության համար,
ողջակիզման համար, Աստծո հետ հաշտության համար, մեղքի համար առասարակ ողջակիզում էին, գառնուկ են զոհաբերում։ Եվ ամեն անգամ հազարավոր գառնուկներ են զոհաբերում զատկական օրը։ Եվ Տեր Հիսուսը եկավ եւ Հովհաննես Մկրտիչը հրապարակավ հայտարարեց, ասեց. ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքի վրա։ Այսինքն դու գառնուկ եք ուզում, ձեզ գառնուկ եք պետք մեղքերի թողության համար, Աստծո հետ հաշտության համար, ահա Աստծո գառը։ Ուրիշ գառնուկներ հարկավոր չեն։ Եվ Տեր Հիսուսը մենք գիտենք իր կյանքը ողջակեզրու համար զոհաբերեց, այսինքն ողջ այրվեց, ողջ իր կյանքը զոհեց, որպեսզի ով որ նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև եթե չհավատան, արդեն իսկ դատապարտված են, ինչու, որովհետև չհավատացին Աստծո միածին Որդու անվանը, այդպես է գրում Հովհաննես Առաքյալը։ Ուստի սրանից հետո եւ սրա վրա հավելյալ ոչ մի գործ հարկավոր չէ։ Հավելյալ գործերը, հավելյալ արարողակարգերը կարծես թե անարգում են Աստծո կատարելության գործը, հա, ամբողջական գործը։ Կարծես Աստված չէր հասկացել անել, մարդիկ են հավելում։ Սա նշանակում է երկաթե գործիքով միջամտել զոհասեղանին, մարդկային գործեր ավելացնել։ Ինչպես ասաց Տեր Հիսուսը, երբ նրան հարցրեցին եւ հարց տվեցին, ասեցին. ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք, ինչպես Աստծո գործերը գործենք, եւ ինչ ասաց նա, ասաց. սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, ում նա ուղարկեց։ Այսինքն նրա ղրկածին հավատացեք։ Այսինքն ինձի հավատացեք, եթե ուզում եք Աստծո գործը գործեք, Աստծուն հաճելի լինեք, նրա կամքը հասկանաք եւ կատարեք, սա է։ Հավատացեք ինձ, հավատացեք նրան, ում Աստված ուղարկեց, Հովհաննես 6:29։ Սաղմոսում այսպես ենք կարդում. հաճելի չհամարեցիր զոհն ու ընծան, մինչդեռ բացեցիր իմ ականջները, ողջակեզ եւ մեղքի համար զոհ չպահանջեցիր, հետո ասացի, ահա ես գալիս եմ, գրքի տոմսի մեջ կամ գրքի թերթում իմ մասին գրված է, քո կամքը կատարել կամեցա, ով իմ Աստված, եւ քո օրենքը իմ սրտի մեջ է։ Սաղմոս 40:6։ Այս սաղմոսը մարգարեական սաղմոս է, ինչը վերաբերվում է Հիսուս Քրիստոսին։ Սաղմոս 2-ն ակնարկ է անում գալիք Մեսիայի համար, որ մեկը չկար, որ փրկության համար հարմար լիներ, Աստծո կամքին համապատասխան լիներ, եւ Տեր Հիսուսը ասաց. զոհ եւ ընծա չկամեցար, ահա ես եկա։ Իմ ականջները բացեցիր, որպեսզի կամ քո կամքը կատարեմ, եւ ականջներս բացեցիր նշանակում է, այսինքն դու ինձ ընտրեցիր, դու ինձ օծեցիր, դու ինձ ուղարկեցիր, ոչ թե ականջները փակեր։ Սովորաբար ականջ բացելը սիրելիներ, չգիտեմ նախկինում ասել եմ թե ոչ, բացում էին ծառաների ականջը, հերունով ծակեցիր, բնագրում գրված է հերունով ծակեցիր։ Ծակում են ով են անցկացնում, չէ՞։ Այսինքն ում էին ով անցկացնում, նրանք ովքեր որ ծառա էին, ստրուկ էին, տեր ունեին, իրենց կամքը չէին թելադրում, իրենց կամքը չէին բանեցնում, այլ իրենց տիրոջ կամքն էին բանեցնում, ծառաներն ու ստրուկները։ Տեր Հիսուսը ծառայի կերպարանք ստացավ, եկավ ծառայելու, հնազանդվելու հոր կամքին, հետևաբար ականջս բացեցիր, որպեսզի գամ քո կամքը կատարեմ ով Աստված։ Սա նշանակում է ես հպատակվեցի քո կամքին, որպեսզի քո հավիտենական փրկարար ծրագիրը իրականացնեմ։ Եվ զոհ եւ ընծա հարկավոր չի, որովհետեւ իրական զոհը եւ ընծան եւ ողջակեզը եւ այդ ճշմարիտ գառնուկը Հիսուս Քրիստոսն է։ Մարդիկ հակում ունեն սիրելիներ, հավելել, ավելացնել, իրենց կարծիքով ճիշտ գաղափարներ թելադրել, լրացնել ինչ-որ արարողություններով կամ ծեսերով, իբրև թե կատարեն փրկարար գործը, որ արդեն իսկ կատարելապես կատարված էր։ Եվ ուրեմն ինչ է պակասում այսօր մեզ, որպեսզի գոհանանք, որպեսզի Աստծո հետ մեր հարաբերությունը ունենանք, այս մտերմիկ հարաբերությունը մշակենք Տիրոջ հետ, որպեսզի հաճեցնենք նրան։ Ճշմարիտ քրիստոնյան ունի Քրիստոսին սիրելիներ, սա կարևոր է, որ մենք արձանագրենք։ Ովքեր որ ճշմարտապես հավատացյալ են, քրիստոնյա են, իրենք Քրիստոսին ունեն, առանց Քրիստոսի քրիստոնեություն չկա, առանց Քրիստոսի հավատք չկա, կյանք չկա եւ հույս չկա։ Նա հավատացյալներից համար ամեն ինչ է որ լրացնում է եւ մենք գոհանում ենք նրանից, նրանով կարողանում ենք բավարարված կյանք ապրել։ Նա մեր հացն է, որովհետեւ ասեց ես եմ ճշմարիտ հացը, որ երկնքից իջա։ Նա ճշմարիտ ջուրն է, նա ճշմարիտ լույսն է, որ լուսավորում է մեզի։ Նա ճանապարհն է, նա մեր արդարությունն է, նա ճշմարտությունն է, ի վերջո նա մեր կյանքն է։ Ասած ես եկա որ դուք
կյանք ունենալ եւ ել ավելի ունենալ։ Որին պետք է մենք ապրենք, համաձայն Պողոսացիս 3:4։ Միշտ էլ բոլոր ժամանակներում մարդկային ցանկությունը ի գործ է դնում իր երևակայությունը։ Մարմնավոր գաղափարները, որոնք խոչընդոտում են կատարված գործի եւ իրական կյանքի նպատակի առաջընթացի համար, ինչը ենթադրում է իրանից երկաթե գործիքով միջամտություն քարե զոհասեղանի։ Սրանք մարդկային գործեր են, հավելյալ միջամտություններ են, ինչպես կասեր Պողոս առաքյալը, ասեցին իմաստուն ենք, բայց հիմարացան, որովհետև իրենց իմաստուն կարծեցին, քանի որ իրենց անիրավ գործերով ճշմարտությունը ճնշում են կամ ճշմարտությանը խոչընդոտում են, կարծես ճշմարտությունը կա, բայց մարդկային փուչ փիլիսոփայությամբ եւ իմաստությամբ ճշմարտության դեմ կարծես քար են դնում, արգելափակում են ճշմարտությունը։ Ինչպես իրենց իմաստուն կարծելով, համաձայն Հռոմեացիս 1:18-22 համարների։ Հեթանոսական սովորությունները եւ չաստվածներին ուղղված ծեսեր, կարգեր եւ զանազան ավանդություններ, որոնք պարզապես կապ չունեն Քրիստոսի հետ եւ Աստվածաշունչի հետ, կապ չունեն ճշմարիտ պաշտամունքի հետ։ Օրինակներ կարող ենք վերել եւ դուք էլ գիտեք լավ, օրինակ այս վերջերս, ասինքն 1 ամիս առաջ, նշեցին տրնդեզը, զատկական հավկիթ ներկելը, որ առաջիկա օրերում շատերը ներկում են, նապաստակներ, հավկիթներ, ներկված ձվեր, որոնք կապ չունեն Աստվածաշունչի Աստծո հետ եւ առհասարակ Աստծո հետ, որոնք հեթանոսությունից է եկել, հեթանոսական սովորություններ են, հեթանոսական կարգեր են, վարդավառ, ինչը ջուր ցանելու ավանդույթն է, որ դա նույնպես գալիս է հեթանոսությունից, իբրև ջուրը ցանելով մաքրագործման հատկություն ունի, մարդիկ մաքրվում են, հետևաբար այդպես անարգվում է Քրիստոսի արյան արդարացումը, սրբացումը, մաքրվելը մեղքերից, որոնք հեթանոսական են եւ որոնց հիմքերը եւ կարգը հեթանոսական են, երբ որ ասում ենք հեթանոսական են, չաստվածներին ուղղված պաշտամունքներ, սա նշանակում է, որ չաստվածների կամ կուռքերի հետևում ովքեր են թաքնված, դևերը, չարը, սատանան, դիվական աշխարհը, որոնք հրանցնում է կեղծ աստվածներ, սուտ աստվածներ եւ մարդիկ իրենց հաճելին են անում, կարծելով ճշմարիտ Աստծուն են պաշտում։ Տրնդեզը, որ խոսեցինք, տիր Աստծուն կամ տիր չաստծուն պաշտամունք մատուցելն է, կրակի վրա անցնելով իբրև մաքրագործվում են, կարծես թե կրակը մաքրելու, սրբելու հատկություն ունի եւ թռնելով կրակի վրա ամենաշատը լավագույն դեպքում իրենց հագուստները այրեն, ոչ մի բան չի պատահի։ Կարծելով անպտուղ կանայք երեխաներ ունենան եւ նման բաներ, որոնք ուղղակի հակառակ են Աստծո խոսքին եւ այսպիսի բաներ անելով բարկացնում են Աստծուն։ Այսօրվա մեջ էլ շատ ժողովուրդ, հայ ժողովուրդ եւ Եվրոպայի մեջ նույնպես քրիստոնյա կոչված ժողովուրդներ ուրենու ջուղեր, ես հետո իմացա դրանք ուրենու ջուղեր են վաճառում են տեսանք դուրսը գալուց, ինձ թվաց ավելուկ են վաճառում։ Հետո հասկացա, որ ուրենու ջուղեր են դրանք։ Ուրենու ջուղերը մեզի օրհնություն չեն տալու, սիրելիներ, արմավենու ջուղերն չեն տալու, հավկիթներն չեն տալու, ոչ էլ նապաստակները, ոչ մի բան։ Օրհնության ակն ու աղբյուրը Հիսուս Քրիստոսն է, սիրելիներ։ Եթե մենք քրիստոնյա ենք կոչվում, սա Քրիստոսի կյանքն է հավատացյալի կյանքի մեջ։ Ինչքան ուզում ես ուրենու ջուղերի վաճառք ունեցի, գլխի դիր ամեն տարի կրակ վարիր, չգիտեմ ինչ մոմեր վարիր, արարողակարգերը գալիս են հեթանոսությունից, այսինքն մարդկային գործեր, երկաթե գործիքով զոհասեղանի վրա միջամտություն են նշանակում։ Եվ ասում է, կրակի վրա ձեր երեխաներին մի անցկացրեք, չէ՞։ Ձեր մեջ չգտնվի մեկը, ով իր աղջկան կամ տղային կրակից անցկացնի կամ չլինի գուշակող կամ հմայող կամ պայծառատես եւ այլն։ Երկրորդ օրինաց 18-րդ գլխում կարող ենք կարդալ։ Եվ այս բաները անողները կամ հավանություն տվողները արդարացնում են, սա իբրև դիարան ընթարաչն է, սա հեթանոսական չի ասում են, այսինքն հեթանոսական սովորությունները, ավանդույթները քրիստոնյանացնում են։ Դա չի փրկելու, դա չի փոխում իր այությունը, սա հեթանոսական է։ Իբրև թե Սիմեոն ծերունի սպասեց տաճարում եւ դիմավորեց Հիսուս մանկան, այո, այս պատմությունը կա, սպասեց, դիմավորեց, ասեց միջև աչքերովս չտեսնեմ իմ փրկությունը եւ Տիրոջից խոստում ուներ, հետո պետք է ննջեր։
Բայց դա ինչ կապ ունի կրակի վրայից թռնելու հետ։ Ընդհանրապես կապ չունի։ Երկաթե գործիքով զոհասեղանի միջամտել է նշանակում։ Քրիստոնյա կոչվող ազգիս մեջ նման բաների ականատեսն ենք դառնում դժբախտաբար, այսօր շատ են հուշակություն անողները, այսպես կոչված պայծառատեսները, երազատեսները, աստղագուշակները, եւ Աստված դեմ է նման բաներին, սիրելիներ։ Կարծես Աստված չէր ֆայմում, չէր կարողանում հասկանալ, որ կարելի է սենց անել, իրենք անում են։ Սրանք ոչ այլ ինչ են, այլ երկաթե գործիքով քարե զոհասեղանին միջամտել, աշխատել, տաշել, զարդարել, փորագրել, գեղեցկացնել, ավելացնել, ինչ որ կարգել, փոխելով, իմաստն ու Տիրոջ խոսքը փոխելով, եւ սա փոփոխություն է։ Վարպետորեն փոխում են ճշմարտությունը եւ իղծ բան է Աստծո առաջ։ Երկրորդ օրինաց 27:5-7 համարներ։ Երկրորդ օրինաց 27:5-7 համարներ։ Այստեղ ես գրել եմ Աստծո խոսքից, որ Աստծո համար հողե զոհասեղան կշինես, ասաց Տերը։ Եթե քարե զոհասեղան շինելու լինես, ապա այն տաշված քարերից չշինեց, երկաթե գործիքով չմիջամտես։ Երկրորդ օրենքների մեջ դարձյալ կրկնվում է այստեղ այս օրենքը, այս պատվերը։ Եվ զոհասեղանը ցույց է տալիս մեր հնազանդությունը, այն ցույց է տալիս պաշտամունք առ Աստված։ Եվ կարևոր է, որ մարդկային մտքի կամ փիլիսոփայությամբ եւ պատկերացումներով չշինես, ասում է։ Որքան էլ մարդկանց նպատակները բարի լինեն, որքան էլ մարդկանց նպատակները ազնիվ լինեն, անկեղծ լինեն, օգտակար լինեն, բայց դրանք Աստծո խոսքից չեն, դրանք մարդկային են։ Մարմնավոր միտք է աշխատել, դրանք մերն են, ինչքան էլ բարի է, լավ է, վատ բան չկա դրա մեջ, բայց դրանք Աստծուց չեն։ Սա պետք է մենք արձանագրենք։ Մարդկային են։ Կարծես Աստված չէր մտածել, չէր կարողացել պատվիրել, եւ իր փոխարեն մարդիկ են որոշում եւ հավելում են այս բաները։ Սա ուղղակի անընդունելի է։ Հիմա մենք մարդկանց հաճեցնենք, թե Աստծուն հաճեցնենք ուրեմն առաքելը։ Ամեն։ Երբ Ադամն ու Եվան մեղանչեցին, մեղք գործելուց հետո աչքերին բացվեց գրվածը, տեսան, որ իրենք մերկ են, իրենց մերկ լինելը հասկացան եւ ամաչեցին, ամոթ զգացին, չէ՞։ Մինչև էդի չեն ամաչում, որովհետեւ երեխայի պես են, անմեղության ժամանակաշրջանի մեջ են։ Մեղ չեն գործել, մանկան պես են, ինչպես մանուկ երեխան, որ մերկ տկլոր ման է գալիս եւ չի ամաչում ոչ մեկից, չէ՞։ Այնպես էլ Ադամ Եվան էին։ Բայց երբ որ մեղքի գիտակցությունը բացվեց, խշմեկանքը սկսեց աշխատել, հասկացան մերկ են, ամաչեցին, ինչ արեցին, սկսեցին ծածկվել։ Ինչով։ Թզենու տերևներով, էլի տերևները, տեսնում եք, տերևներով, թզենու տերևները մարդկային գործերն են։ Թզենու տերևները կեղծ կրոնն է, կրոնավորության միջոցով, որովհետև կրոնը մարդկային գործելակերպն է։ Փորձեցին ծածկել, քողարկել իրենց մերկությունը եւ մենք գիտենք, որ շատ չանցած արևը պետք էր տաքանար եւ չորանար թզենու տերևները եւ թափվեր, այսինքն անպիտան կլիներ։ Բայց Աստված ողորմած Աստված է, սիրելիներ։ Աստված կաշվի հանդերձներ հագցրեց Ադամին եւ Եվային։ Ծննդոց 3-րդ գլխում ենք կարդում 21-րդ համար։ Սա ցույց է տալիս, որ Աստված չթողեց մերկ մնան, հագցրեց նրանց, փրկեց նրանց, ծածկեց նրանց մերկությունը, հոգաց նրանց համար, այսինքն քավեց նրանց մեղքերը, որովհետեւ երբ որ ասում ենք կաշվի հանդերձներ, հասկանում ենք զոհաբերություն կատարվեց, որ այդ կաշվի հանդերձները նրանք հագան։ Պատահական կաշվի չէր սա, պետք է կենդանի մորթվել, չէ, զոհ պետք է լիներ։ Եվ նրանք կարծես թե փրկվեցին, նրանք ծածկվեցին, պաշտպանվեցին, ծածկվեցին, քավվեցին։ Քավել նշանակում է ծածկել, փրկել, պաշտպանել։ Մենք անցած անգամ խոսեցինք, չէ՞։ Քավը, քավություն բառը, cover բառն է անգլերեն, լատինական արմատով, որ նշանակում է ծածկել, պաշտպանել, փրկել, հա, որտեվ կան չէ հեռախոսը ունի իր cover-ը, այսինքն պաշտպանիչ է, մենք ասում ենք չխոլ է։ Ինչևէ, այս մեր հողի ամանները սիրելիներ, մեր անձերը այլևս զոհաբերված պետք է լինեն Տիրոջ համար, նվիրված պետք է լինեն Տիրոջը։ Մեզանում բնակվող ավելի մեծ է, քան սեղանը, մեզանում բնակվող ավելի մեծ է, քան խորանը, քան տաճարը,
քան նույնիսկ խոստացյալ երկիրը, որ Քանանի երկիր է կոչվում, որովհետև այդ բոլորը ներկայացնում են կամ մատնանշում են Հիսուս Քրիստոսին իր ընդարձակությամբ, իր բովանդակությամբ, եւ նա վրանաբնակվեց մարդկային կյանքի մեջ։ Քրիստոսը եկավ մեր մեջ, երբ որ մենք ընդունեցինք Հիսուս Քրիստոսին, ինքը եկավ մեր կյանքի մեջ։ Իր հոգիով բնակվում է ամեն հավատացյալի մեջ։ Ղևտացիներին ուղղված նամակ 6-րդ գլուխ 13 համար, Ղևտացոց 6:13-ում Աստված պատվիրեց, որ զոհասեղանի կրակը միշտ պետք է վառ մնա։ Զոհասեղանի կրակը պետք է վառ մնա եւ ամեն առավոտ քահանան սեղանի վրա փայտեր պետք է շարեր եւ խաղաղության զոհեր մատուցեր, իսկ երեկոյան այդ ածխի մոխիրը վերցնել եւ բանակից դուրս պետք է հանել, արդեն պետք է հագուստները փոխեր, նոր մաքուր հագուստներ հագներ։ Այս բոլոր արարողակարգերը, ծեսերը իրենց հոգևոր բացատրություն ունեն, նշանակություն ունեն, սիրելիներ։ Եվ ուրեմն թող վառ մնա կրակը, այսինքն Քրիստոսի զոհաբերության հիշատակի մասին է ակնարկը։ Մեր հիշողություններում նրա կատարած գործը թող վառ մնա։ Սա է նշանակում։ Այն հավիտենական քրկության մասին է ցույց տալիս։ Այն պաշտամունքի մասին է խոսում։ Մշտնջենական զոհի, որ մեկ անգամ ընդմիշտ կատարվեց մեղավորներիս համար եւ մեր այս հողերեն սեղանները, այսինքն մեր անձերը թող ծառայեն Աստծո նպատակի համար։ Սա է այդ հավերժ կրակի խորհուրդ, այդ զոհասեղանի խորհուրդը։ Այլևս ուրիշ զոհաբերություններ հարկավոր չեն եւ զուր են։ Ուրիշ կրակները Աստծո համար համարվում են օտար կրակներ, անծանոթ կրակներ, մոլորեցնող կրակներ, ուրիշ հավելումները անարգում են Տիրոջ կատարյալ գործը, բայց մարդիկ ուզում են զարդարեն իրենց կյանքը հոգևոր կյանքին ավելացնելով կամ ճշմարտությանը ավելացնելով իրենց պատկերացմամբ, զարդարելով, հղկելով, գեղեցկացնում են, իմաստ են իբրև տալիս, լրացումներ են բերում, իրենց մարդկային գաղափարներն են ավելացնում, ասում են ինչ վատ բան կա, այս էլ անենք, այն էլ անենք, բայց Աստված չի պատվիրել, այլ ինչ որ Աստծո պատվերն է, սա է ավետարանը, սա է մաքուրը եւ սա է ճշմարիտը։ Պետրոս Առաքյալը գրում է, որպեսզի աճեք Աստծո անխարդախ կաթով, այսինքն առանց ջուր ավելացնելու, անխարդախ կաթը ինչ Աստծո խոսքն է ասում է, բայց առանց ջուր ավելացնելու, երբ որ ջուր են ավելացնում կաթի, նշանակում է խարդախություն են անում, չէ՞, որպեսզի նյութական բարելավումներ ստանան, ավելի շատ շահ ստանան եւ ավելացնում են։ Սա նշանակում է Աստծո խոսքին խառնուրդ բերել, չի կարելի սա։ Սա փչացնում է սնունդի մատակարարումը, զորությունը։ Եվ ի վերջո, սիրելիներ, կարդացեք Աստվածաշունչը։ Ազդվեցեք Աստվածաշունչից, նայեցեք մարդը ակտիվ էակ է։ Մարդը չի կարող նեյտրալ մնալ։ Մարդը կամ ազդվում է Աստվածաշունչից, կամ ազդվում է աշխարհից։ Որոշումը քոնն է։ Աստծո խոսքը մեր ձեռքերի մեջ ունենք։ Հարկ Տիրոջ, հավաքությունները կա, եկեղեցին կա, եղբայրներ քույրերը կան, որոնք կարող են աղոթել, օգնել ձեզ համար։ Մենք էլ Տիրոջ շնորհքով այստեղ ենք պատրաստ ենք օգտակար լինելու։ Աստվածաշունչ կարդացեք եւ ազդվեցեք Աստծո խոսքից։ Եթե չազդվեք Աստծո խոսքից, մեկը կա, որ ուզում է ձեզի ազդել։ Եվ րոպե շուտ պատրաստ է ձեր միտքը գրավել, մոլորեցնել, խաբել, խարդախել, չփոթեցնել։ Եվ եթե մենք չլցվենք Աստծո հոգիով, աշխարհով պիտի լցվենք, սիրելիներ, զգուշ լինենք։ Ազդվեցեք Աստվածաշունչից։ Եվ մարդկանց պատմեք Հիսուսի մասին։ Մեծարեք Աստծո ձեր ապրած կյանքով, ձեր վկայությամբ, գործեք իր համար։ Բարիք արեք բոլորին, մանավանդ հավատքի ընտանիքներին, գրում է Առաքյալը։ Օգնեք կարիքավորներին, սիրեք եկեղեցին եւ եկեղեցու անդամներին, հավատացյալներին սիրեք, որը Քրիստոսի հարսն է։ Աստված ինչ որ սիրում է, մենք դա պետք է սիրենք։ Աստված ինչ որ ատում է, մենք դա պետք է ատենք։ Դա նշանակում է մենք Աստծո կողմնակից ենք։ Մենք Քրիստոսինն ենք եւ Քրիստոսը ապրում է մեր մեջ։ Մեր ապրած կյանքը պետք է բնութագրի եւ ապացուցի, որ մենք Քրիստոսին ենք։ Մենք քրիստոնյա ենք։ Սիրեցեք նրա խոսքը եւ երկյուղով ծառայեցեք Աստծուն եւ խորհեք վերին բաների մասին, որ Քրիստոս կնստի։ Սա է այն կյանքը, որը հավանում է Աստված, ինչպես կվարվեր Տեր Հիսուսը, ինչպես կվարվեին առաքյալները, այդպես էլ վարվենք մենք, սիրելիներ։ Քրիստոսանման եւ Քրիստոսին հետևող կյանքեր ապրենք։ Ուզում եք երկրպագել Աստծուն, պաշտամունք մատուցել նրան, ուրեմն Աստվածաշնչյան Աստծուց բացի ուրիշ Աստված չկա, իմացեք։ Եվ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, ուղղություն է տալիս մեզ, թե ինչպես պետք է երկրպագենք նրան,
Որն է իր հավանած ճանապարհը։ Եվ ասած հայրը ձայն տվեց երկրից, ասեց սա իմ սիրելի որդին, Քրիստոսին մատնանշելով, նրան լսեցին, ասեց։ Եվ մենք լսում ենք նրան, ինչպես Աստծո խոսքի միջոցով։ Ոչ թե ինչպես կասի այսինչ մարդը, այսինչ քահանան, այսինչ ղեկավարը, այսինչ եղբայրը, այլ ինչի ասում Աստվածաշունչը, ինչքան էլ պաշտոնավոր, հեղինակավոր մարդիկ լինեն, համեմատեցեք Աստվածաշունչով իրենց խոսքը։ Ինչ է ասում Աստվածաշունչը։ Ուզում եք մաքրվել, սրբվել, տննդեսը ձեզ չի օգնի, վարդավառը չի օգնի, զատկական ձվերը չեն օգնի, ուրենու ճյուղերը քեզ չեն օգնի։ Եւ Տեր Հիսուսը իր աշակերտներին այսպես ասաց. դուք մաքուր եք այն խոսքով, որ ես ձեզ խոսեցի։ Ավետարան Հովանու 15-րդ գլուխ 3-րդ համար։ Դուք մաքուր եք այն խոսքով, որ խոսքով, որ ես ձեզ խոսեցի ասում։ Ավետարանի խոսքն է սա։ Ավելացումները եւ լրացումները, հավելումները հակասում են նրա խոսքին, ինչը որ մեզ պետք է, արդեն իսկ կատարված է կատարելապես, արդեն իսկ Աստվածաշունչը Աստծո կատարյալ խոսքն է, հոգիների փրկության համար արդեն իսկ ավարտական գործը Տեր Հիսուսը կատարեց խաչի վրա։ Եվ մենք մեկ շաբաթ հետո դա պետք է նշենք։ Այսօրվա օրով հիշարժան է, որ Տեր Հիսուս Քրիստոսը խոնարհաբար էշի ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ։ Մարդիկ դիմավորեցին նրան արմավենու ճյուղերով, որովհետև խաղաղության քաղաքում շատ կար արմավենիներ, այսինքն Երուսաղեմում։ Եվ նրան դիմավորեցին, նրան որպես ֆիզիկապես թագավոր էին կարծում, որ իրենց վրա թագավոր պետք է լինի։ Դրա համար մարդիկ մտածում են սա հաղթական թագավորի մուտքն է։ Բայց Հիսուս լացեց գրվածը։ Տեսավ Երուսաղեմը եւ լաց եղավ, որովհետև չէին հասկանում։ Մարդիկ Հիսուսին ընդունում են որպես իրենց ֆիզիկապես, իրենց վարչապետը, իրենց թագավորը, ինչպես հեթանոս ազգերը։ Դրա համար լաց եղավ, ասաց. ով Երուսաղեմ, Երուսաղեմ, որքան ցանկացա ձեզին թևերի տակ առնել ինչպես հավ իր ձագերին, բայց դուք չցանկացաք, չհասկացաք այնպես է, որ ես եկել եմ գառնուկի պես իմ կյանքը զոհաբերելու համար, ես եկել եմ խաչվելու համար, ոչ թե հաղթական թագավորի պես։ Այո, նա թագավոր էր, բայց խաչվեց մեղավորներից համար։ Եվ երրորդ օրը հաղթությամբ հրաշափառ հաղթանակ տարավ, մահվան վրա, գերեզմանի վրա եւ դժոխքի վրա։ Սիրելիներ, ուրեմն մենք նրա վկաներն ենք, Աստվածաշնչյան Աստծուն պաշտող քրիստոնյաներ։ Աստվածաշնչյան Աստծուն պաշտող քրիստոնյաներս նրա վկաներն են, որովհետև Տեր Հիսուսը ասաց. դուք իմ վկաներն եք իր աշակերտներին, ինչ համբարձում էր։ Եվ սկսած Երուսաղեմից Սամարիայից մինչև երկրի բոլոր ծայրերը իմ վկաներս պետք է լինեն։ Ու թող մեր հողե սեղաններին, մեր անձերին, նրա ներկայության կրակը միշտ վառ մնա, եւ այդ կրակը, գիտեք ոնց է, փոխանցովի է, հաջորդ սերունդներին ենք փոխանցում։ Մեծերը մեծանում են եւ մեծերը այդ ավանդույթը փոխանցում են երիտասարդ սերունդներին։ Այնպես է սիրելիներ, մենք այդ հավատքի ջահը եւ այդ ջահագիրները լինենք եւ փոխանցենք հաջորդ սերունդներին։ Աստված օրհնի ձեզ։